Բակում գիշերը նկարահանում էր «Բարև ես եմ» ֆիլմը Ֆրունզիկ Դովլաթյանի, մենք կտորն էին նկարում, որ Արմեն Ջիգարխանյան, Ֆրունզիկ Դովլաթյան, չհետաքրքրեց այդ աշխարհը, ասեց ոնց են դառնում։ Հարցրեցի այնտեղ, ասեցին, որ հիմա ստուդիայում ընդունելության քննություններ է։ Գնա փորձի։ Ինչա պետք չի, ասում են, այնտեղ կարող ես ամեն ինչ իմանալ, գնացի իմացա, որ պետք է ինչ-որ էտյուդ կամ բանաստեղծություններ, արձակ, չափածո։ Գնացի ինձնից անգիր արեցի։ Դե ոնց որ դպրոցում անգիր են անում, տենց անգիր արեցի ու գնացի։ Հետաքննության նենց ստացվեց, որ մոռացա այդ ամեն ինչը, ինչ որ անգիր է եղել, մոռացա ու դպրոցում ինչ հիշեցի, դպրոցում ինչ անցել էինք, դա հիշեցի ու սկսեցի մեկը մյուսի հետևից ասել ու խառնվեց իրար, կալամբուր։ Նայում եմ ես հանձնաժողովի անդամները մտածում են ես դա գիտակցաբար եմ անում, այտենց խառնել եմ, պապուրի եմ սարքել, այտենց սկսեցին խնդալ, ծաղում են բան անում, ասում եմ, ես հիմար վիճակում եմ, էլի, որ չեմ հասկանում ինչ է, ու դու կրկնում, պետք է խոսեցի, դուրս եկա, հետո մտածեցի, ասի, դե լավ, փորձեր էլի անցանք մի հատ բաներ, ու մտածեցի, որ չեմ, Եկել աննազգանումը գրված է, որ երկրորդ տուր։ Այդ ստուդիայի տարիներին արդեն սկսեցի ես նկարվել հեռուստատեսությամբ, արդեն նկարվել, կանչեցին դերեր ու գլխավոր դեր, տենց խաղացի ու գլխավոր դերը խաղացի, մյուս օր արդեն չգիտես ինչի պոպուլյար էի։ Այսինքն փողոցում արդեն մատով են տալիս, իսկ այն ժամանակ բան չկար, նկարան չէին նկարահանում, այն ժամանակ մի անգամից խաղում էին, կոչում էր պրեմոյ էֆիր, այսինքն պրեմոյ էֆիր խաղում էինք այս տեղում, ու ներկայացումը գնում էր, մենք չենք տեսնում, ինչ ենք անում։ Դերասանի պրոֆեսիան դա ապրելակերպ։ Ես չգիտեմ մյուս դերասանները ոնց, ես կյանքում շատ կյանքին բիտանի մարդ չեմ։ Ես շատ անպաշտպան եմ կյանքում։ Բեմում ես շատ ազատ եմ զգում ինձ ավելի։ Բեմը դա ինձ համար իսկական կյանքը սկսվում է այնտեղ։ Անմիջական կապը դա շատ մեծ նշանակություն ունի, անմիջական կապը հանդիսատեսին։ Գիտեք, այսպիսի մի գաղտնիք կա, եթե դու ասելիք ունես բեմից, այսինքն դու այդ ներկայացումը խաղում ես 100 անգամ, 100 անգամ նույնը չես կարող խաղալ, բայց նույն բառերն ես ասում, նույն տեքստն է, բայց այստեղ կա մի տարբերություն, եթե այդ մարդը հանդիսատեսը կարող է երկրորդ անգամը նայում, ինքը քեզնից մտքով առաջ եկավ, այսինքն ինքը արդեն հեսապ տիասի ես բառն ասելու, ես բառը չեմ ուշացնում, ես բառը ժամանակին ասում եմ, մեկս ինձ զարմանում է ոնց։ Դերասանի պուլսը բեմ մտնելուց առաջ, դա прединфарктное состояние, այսինքն հիմա ինֆարկտ ստանա, մտնում է բեմ, մտնում ես բեմ, եթե կարողացար արդեն հանդիսատեսին հավաքել, հետո դուրս ես գալիս դու հանգիստ, նորմալ մարդ է։ Կինոն դա մի ուրիշ աշխարհ է, լրիվ ուրիշ աշխարհ է, բայց ցավոք մեզ մոտ դեռ չեն հասան այդ մակարդակին, որ կարողանան դա տարբերել կինոն ու թատրոնը իրարից տարբերել։ Դերասանը ինչ ձևի խաղում է բեմում, նույն ձևի խաղում է էկրանում, չէ, էկրանում լրիվ ուրիշ է, էկրանը դա ուրիշ բան է պահանջում։ Այնտեղ դու կարող ես պարտներիդ աչքերի մեջ նայել, իսկ այդ պարտներիդ աչքերը հիմա կամերան է։ Պարտներիդ աչքերը կամերան է, դու պետք է կարողանաս կամերային չխաբել։ Կամերան քեզ չի ների երբեք։ Նա ամեն ինչ է տեսնում, աչքերը բիբերը մինչև ուղեղդ հասնում է։ Որ ասում են այսօրվա հանդիսատեսը սա է պահանջում է որ բան, խիխի խախախ, չէ, դու ինչ տալիս ես նա ուտում է դա,
ինչ տալիս է դա է ուտում։ Իսկ եթե այդ մակարդակի, այսինքն բարձր մակարդակի բան տեսնում եք, կասի, ահա։ Ինքը ենթագիտակցաբար իսկապես սկսում է զգալ այդ բան հասկանալ։ Ու իրան արդեն հետաքրում է ավելին է ուզում տեսնել։ Ստանիսլավսկին ասում էր, կյանքից պետք է վերցնել 100%-ը, այն 90% կեղտը դուրս գցել, թողել 10%-ը, որ այդ 10% այնքան բան չի մարդուն շատ հասկանալի չի, այդ 10%-ը։ Իսկ 100% անոցը ինքը գիտի, ինքը տեսնում է այդ ամեն ինչը։ Այդ նույն բանը տեսնում է սերիալում, ինչի, նույն բանը տեսնում է բեմում, ինչի։ Ինքը դիմանա ուրիշ բանը գոյություն ունի։ Նորից հիմնված է Ստանիսլավսկու ուսմունքի վրա Պաուլ Պինը ու Վալդեմար Պանսո երկու հեղինակ կային, որոնք նրանց մոտ էսպիսի ասում է դերասանի պրոֆեսորն էսպիսին ասում է երեխան լաց է լինում, չէ՞։ Մեջքի վրա փուճիր երեխան լաց է լինում ու այս արցունքի կաթիլս մեծ դուրս է եկել ու հանկարծ այդ արցունքի կաթիլի միջով տեսնում է այդ լույսը սենց սփռված բան, չէ՞։ Ու մոռանում է որ ինքը լաց է լինում, էլի ցավ կար կամ չգիտեմ ինչ կա, մոռանում է ու սկսում է շփտալ։ Դերասանի արվեստը նման մի բան է։